Ողջույն բարեկամներ, այսօր արդեն Երևանում մարտի 30-ն է, ընտրության օր, կիրակի օր և Գյումրին ընտրում է իրեն քաղաքապետ։ Ես կասեի Գյումրին ընտրում է իր և Հայաստանի ապագան, բայց մինչև հիմնական նյութի անցնել, уզում ես երգը մի հատ վայելենք իրար հետ։ Жизнь невозможно повернуть назад, и время ни на миг не остановишь. Ես չեմ ուզում, որ ընտրությունից հետո ազգով երկենք NLS ձենով, լացակումած, շատ ողբագին ձենով երկենք ես երկը, որ ալեցինք մի բան, որը հնարավոր չի հետ տալ։ Ես չեմ կարող հավատալ, որ ասենք Շիրազի քաղաքը կարող ընտրի կապիտուլյանտ պիղծ մարդու, որը ուրանում է Արարատը, ցեղասպանությունը։ Ես չեմ կարող հավատալ դա, ես չեմ կարող հավատալ, որ Ֆրունզիկի քաղաքը կարող է ընտրի մեկին, որ մարդ կորչվելու իրավունք չունի։ Հիշում եք Ֆրունզի կողքեր, ասում են Ֆրունզի խոսքեր, ասում են մի կտոր մարդ եղեք, այսինքն ոնց կարող է այդ քաղաքը այդ պիղծը ընտրի։ Ես դա չեմ հավատում։ Եվ Գյումրեցու այսօրվա ընտրությունը հիմա առավոտյան 8:09 գնալու է հաղորդումը արդեն Երևանում եւ ես կուզենայի, որ ամեն գյումրեցի միջև այդ նշանը դներ ընտրաթերթիկի մեջ, եթե գնալու է իհարկե, անպայման այս հաղորդումը նոր գնալ։ Հիշել, որ ինքը ներկայացնում է Ֆրունզի քաղաքը, ինքը ներկայացնում է Շիրազի քաղաքը։ Դուք պատկերացնում եք հիմա Շիրազը ողջ լիներ, ինչ կաներ սրան։ Դուք պատկերացնում եք այս պիղծը Շիրազի կենթանության օրոք ուրանար Արարատը, ուրանար ցեղասպանությունը։ Սա պատկերացնում եք ինչ ողբերգություն կներ։ Ու հիմա սրա ճակատագիրը ձեր ձեռքն է։ Ոչ միայն իր ճակատագիրն է ձեր ձեռքը, մեր ամբողջ երկրի ամբողջ ազգի, ես կասեի ամբողջ քաղաքակրթության ճակատագիրն է ձեր ձեռքը, որովհետև այս տականքը ձեռք է բարձրացրել մի ամբողջ քաղաքակրթության վրա։ Իր նման պիղծերին հավաքելով իր կողքը կարողացել է հասնել նրան, որ ինքը սպառնալիք է դարձել մի ամբողջ հայկական քաղաքակրթության վրա։ Պատկերացնում եք, ու այդ հարցի լուծումը կախված է այդ ձեր մեկ այդ նշանից։ Գիտեք, երբ որ դուք լինելու եք այդ ընտրախցում, ինքներդ ձեզ հետ պետք է այնպես դնեք այդ նշանը, որ Սևակի խոսքերով ասած, հետագայում հաշտություն չփնտրեք ինքներդ ձեզ հետ։ Չխնդրեք Մարիամին, որ միջնորդ դառնա, որ դուք ինքներդ ձեզ հետ հաշտվեք։ Այսինքն ձեր ընտրությունը այնպեսի պետք է լինի, որ հետո դուք այս երգը չերգեք ձեր համար, մեկ էլ ձեր հետ, որ հետագայում ձեր հետ ներքին հաշտություն չփնտրեք, թե ես ինչպես կարայի դավաճանել ինքս իմ երկիրը, ինքս իմ տեսակին, Ֆրունզին, Շիրազին եւ այն փայլուն դեմքերին, որ տվել է Գյումրին մեզ։ Ես հիմա որ նշեմ, ես ուղղակի չեմ կենտրոնանում, որ նշեմ բոլոր երևելիների անունը։ Իսկ մենք գիտենք, որ Գյումրին ինչ երևելիներ է տվել։ Մի աստղաբույր, մի համաստեղություն է տվել երևելիներից ու պատկերացնում եք հիմա այդ մարդկանց հայացքը ուղղված մեզ բոլորիս, որ պետք է ասել, ծույս ինչ կենես։ Դու ոնց կարող ես այս պիղծը ընտրել։ Ով էր իրավունք տվել Սերժ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության եւ Արցախի կողմից այդ Հայաստանի աշխարհ համարող հողը հանձնել Ադրբեջանին, որի համար մենք արյան վճարում։ Որովհետև Հայաստանը Արցախ ապագա ունի։ Եթե կա մարդ, որը մտածում է, որ Հայաստանը ու Արցախը ապագա չունի, հաջողություն բոլոր այդ մարդկանց։ Մեր կայացված որոշումը չէ, Արցախը, Ղարաբաղը երբևիցե Հայաստանի կողմից չի ճանաչվել որպես անկախ պետություն, որևիցե իշխանության ժամանակ եւ Հայաստանի Հանրապետությունը որևիցե իր հարևանի նկատմամբ տարածքային պահանջ չունի։ Սա պետք է ընտրենք ժողովուրդ։
Մենք սա պիտի Կողմից ընտրենք։ պարոն Պապիկյան, մենք խոսել ենք այդտեղ էլ հաջողություններ չունենք, զինվորական ծառայության մեջ կանանց ներգրավման մեր process-ները շատ դանդաղ են գնում։ Համարյա չեն գնում։ Պարզա որ բարդություններ կան, չնայած ընդհանուր բարեկային ոստիկանությունում մենք բարդություններ ունենք։ Մենք սա ենք ընտրելու։ Սա ենք ընտրելու 5000 երեխա տարավ սպանեց, գիտե խնդիրը հիմա, թե ինչու են քիչ կանայք բարեկային ծառայության մեջ եւ ոստիկանության մեջ։ Եկի քիչ է միշտ սպանելու, որտեղ միակ բանը, որ ինքը ուզում է ունենա, դա շատ ոստիկաններ եւ շատ բարեկային ծառայություններ։ Իրան իր ավանդությունից բացի ոչինչ չի հետաքրքրում։ Ձեր երեխեքի, ձեր աղջիկների, ձեր տղաների, մեր բոլորիս բոլորի կյանքերի եւ առողջության հաշվին ինքը միակ բանը, որ երազում է, այս շիզոֆրենիկի հայացքը, այս պիրծը, իր անվտանգությունն է։ Եվ վաղը դուք, այսինքն վաղը չէ, այսօր դուք որոշելու եք դրա ճակատագիրը։ Սա ձեր հետաքրքրներից մեկն է, ուզում եք վայել եք, էլի։ Ինչ քաղաքական հոսքի եք պատկանում։ Ինչպես Ինչ քաղաքական հոսքի եք պատկանում։ ես տեսեք կուսակցության ամբողջ ամեն ինչը ուսումնասիրելով Կարեն Սերոպիչից հետո ոչ մի քաղաքական խաղիկների մեջ չի մտել կուսակցությունը։ Ինչու՞ էս են որ Թուրքիայում ռեզիդենտի քարտ ունի։ Էս էլ է ցուցակի մեջ։ Էս էլ է այս անգրագետ ընտրել հենց այդ կուսակցությունը։ Հիմա չգիտեմ, Աստծո կամոք դա եղավ իրականում իմ քաղաքական դաշտ գալը եւ այդ կուսակցությունով սա պատահականություն չէ, երևի չի ընտրել այդ կուսակցությունը։ Փողը տվել են այս կուսակցությանը, ասել են էսի քո քաղաքապետի տեխնացումը, որը Թուրքիայի քաղաքացի է, ռեզիդենտ կացության քարտ ունի Թուրքիայի։ Թուրք ներկայացուցիչ են իրանք բերում Սուրենյանցի կուսակցությունով Բարթեն Գյուբլեցու վրա։ Այսինքն նշանակում է Հայաստանի վրա, Հայաստան Թուրքիա սահմանի։ Սա էլ մի աղետներից մեկն է։ Աստծո կամոք որ այդպես ստացվեց, այլապես ես չէի տեսել այդ ոչ մի կուսակցությունների մեջ գետ մի կուսակցություն, որով կարելի էր առաջադրել։ Չէ, խոսքը հոսքի։ Իհարկե ինքը չի տեսել, որտեղ ինքը դες նպատակ չի ունեցել։ Վերջ պահին Թուրքիայից մեկին որոշել են, որ այ դու ես ցուսակով, այս կուսակցության ցուսակով գնա դարձի քաղաքապետի տեխնացու։ Սայա, Սարիգնա, Սարիգի մյուս թևը, Լևոն Բարսեղյանը, մյուս թևը, էլի թևեր կունենա։ Վստահ եմ էլի թևեր կունենա, բայց սա թուրքականներն են։ Կամ մի գնացեք ընտրության, կամ որ գնում եք, սրանց չընտրեք հանկարծ։ Հիշեք, սրանք բոլորը թուրքական երազանքը Հայաստանի տարածքում իրականացնող ուժերն են։ Մարդիկ։ Սրանք, լսեք ինչ ասում։ Ասում Ադրբեջանը ցանկացում է խանգարել խաղաղության, խանգարել սահմանադրության փոփոխության գործընթացին։ Ադրբեջանը է, որ պահանջում է սահմանադրությունն էլ փոխես։ Այս պիղծերը հիմա սա ներկայացում է, մենք ուզում ենք բան անել, սահմանադրությունով ամեն ինչ ուրանալ, ամեն ինչ տալ, թքել ամեն ինչի վրա, այ Ադրբեջանը մեզ խանգարում է դրա համար։ Ադրբեջանն է պահանջում էլի որ սա կանեն։ Թող մենք սա պետք է ընտրենք։ Սրանց վախճանը վաղը պիտի լինի Գյումրիում, ու ընդամենը ձեզ սրա համար պետք չի ավտոմատ վերցնել ձեռքներդ։ Ձեզ պետք չի հրանոթով կրակել, ինքնասպանություններ անել, չգիտեմ, գնալ թնդանոթի դեմը sense ամբողջ մարմնով պահել։ Չէ, մենք մի ամբողջ սերունդ կարան կոտորածից փրկենք ու ամբողջ Հայաստան մի հատ այսպես տեղ դնելով այսպես։ Սրանց ձեռք չտանք։ Ձեն դուք չեք կարող տակ, ժողովուրդ ջան, գյումրեցիներ ջան, հարազատներ ջան։ Այդ ԿՊ կոչվածը, այդ եվրոժետոն կոչվածը, այն պիրծը են թուրքականն ագենտը, որ սա մասին ցույց է տալի, այս Դավիթ Գրիգորյանի հետ որ արտասանությունը քաղաքական հոսքի ուղղվածության։ Սա, որ քաղաքական հոսքն էլ չգիտի։ Ինքը չգիտի նույնիսկ ինչի է եկել, ինքը ասում է իրան բերել են, ասել են վերջ, այս կուսակցությունով դու գնա քաղաքապետի տեխնացու։ Այս քեզ փողը ինչքան պետք է, վերջ, էսա, հասկանում եք ինչի են վերածել։ Վերածել են Գյումրի մի տեղի, որ կարելի է փողով ամեն ինչ գնել։ Հիմա հարց գյումրեցիներ ջան, դա հնարավոր է։ Դա հնարավոր է, որ գյումրեցուն փողով գնել։ Դա հնարավոր է, որ գյումրեցին ուրանա, ինչ իրան։ Գյումրեցու մեծ մասը հարսեցի է, չէ։
Ղարսից տեղափոխվածներն են։ Ոնց դուք ցեղասպանություն չեք տեսել, ցեղասպանության մեղավորը դուք եք եղել, որ ձեզ ցեղասպանել են։ Այս պիրծելի ասածը դա է։ Այս պիրծելի նպատակը դա է։ Իրանց քարոզը դա է, որ Ղարսեցին ինքն է մեղավոր, որ հələ պետք է նա հասկանանք, այդ ինչի եղավ ցեղասպանություն։ Հա, հələ պետք է հասկանանք, այդ ինչի սանց տոպեչի ապրիլի 24 տոնել։ Իմիջիալից ապրիլի 24 ինչքան մոտենում է, այնքանի մոտ հարցերը մեծանում է, թե այդ օրը ինչ է լինելու։ Ապրիլի 24-ին ապրիլի 24-ը պետք է դառնա սրա համազգային մերժվան։ Հիմա Գյումրիում ինքը պետքա մերժվի գյումրեցիների կողմից, ոսանք հասկանան, որ ամբողջ քարոզչական մեքենան օգտագործելով, այս ամբողջ իրանց այս կառավարական ռեսուրսներն օգտագործելով իրանք մերժվեցին գյումրեցի կողմից։ Իսկ համազգային մերժման օրը լինելու ապրիլի 24-ը։ Ապրիլի 24-ը պիտի այս պիրծը չկանա իր պիրծ ոտը դնի ծիծեռնակաբերդ։ Թե դա ոնց են կազմակերպելու, ես չգիտեմ, կարելի է մտածել, կարելի է խոսել այս մասին, բայց սա ապրիլի 24-ը պետք է լինի երկրորդ մերժման օր, արդեն համազգային։ Այսօր Գյումրիում ընտրությունով պետք է մերժվի այդ ճիվաղը, իսկ ապրիլի 24-ին համազգային պիտի լինի մերժումը ճիվաղի։ Համազգային։ Մի հատ լավ նորություն կա, ինձ ասել են, բայց ես հələ չեմ ասելու, վերջին օրը կասեմ, որ ոչ չհասցնեն մեզ խանգարել։ Մի շաբաթից։ Մասին խոսացինք։ Սրանք սա են անում։ Հայոց եկեղեցու պատմություն առարկան սեպտեմբերից դուրս կմղվի դասացանկերից։ Գյումրեցիներ ջան, այս կանգնեցնելու process-ը ձեզ ձեռքում է։ Ես հայոց եկեղեցու պատմության կողմնակից չեմ։ Այդ պատմությունը այնքան պետք է խմբագրվի, վերանայվի, բայց հասկանում եք, չէ՞, որ հարցը իրանց ոչ թե իրանք ճիշտ պատմություն ներկայացնելու խնդիր ունեն, ոնց որ ես եմ մտածում։ Ես մտածում այո, այդ պատմությունը պետք է բան անել։ Իրական պատմությունը ներկայացվի։ Հայոց եկեղեցին իր պատմությունը դա դեր ունեցել հայոց ճակատագրի մեջ։ Բայց այդ մասին պետք է ճիշտ տեղեկություն հայտնվի։ Բայց սա նպատակը դա չի։ Սա հայոց ընդհանրապես ինչ կապված է հայոց հետ, հիշողության հետ, կրոնի հետ, ժառանգության հետ, որտեղ ուզենք չուզենք, եկեղեցին այդ ամբողջ ժառանգության մի մասն է։ Իր բոլոր թերություններով։ Ինքը այդ ժառանգության մի մասն է։ Դրա մասին կարելի է խոսալ, դրա մասին կարելի է բանավիճել, բայց իրաց նպատակը ընդհանրապես հայոց ժառանգությունը մարդկանց գիտակցությունների մեջից ոչնչացնելն է։ Ժողովուրդ ջան, գյումրեցիներ ջան, այս process-ի դադարեցումը ստոպը։ Այդ ստոպ կրանը պետք է քաշվի Գյումրիում։ Նա տեսեց, ում ուզում եք ձեն տվեք։ Տեսեք, ես մնացած տեխնացուների անունը չեմ տալի։ Ես չգիտեմ նույնիսկ ընդեղ ովքեր են։ Բայց այս երեք պիղծերը, այս Լևոն Բարսեղյան, Սարիկը, մեկ էլ էս անունն էլ չգիտեմ, այս թուրքական դեսպանին։ Այս Սուրեն Սուրենյանց, այս դեմոկրատների, ազատ դեմոկրատային չգիտեմ։ Նրանք պետք է ձեն չստանան ուղղակի։ Մնացածին ես բան չեմ ասում, չգիտեմ նույնիսկ ովքեր են, ասկեն ես չեմ ասում գնացեք սրան ընտրեք, որովհետև ես չգիտեմ արժանի տեխնացու կա այնտեղ թե չէ։ Այսինքն չկա անես մի մարդ, որ ես գիտեմ իր կենսագրությունը, վստահ եմ իր ասած քաղաքական մտածելու ունակությունների վրա, որ ասեմ, էսա մի ընտրեք, ես առաջարկում եմ սրան։ Չկա այդ մեկը, որ ես ասեմ, բայց ես գիտեմ ում պետք չի ընտրել, եւ դա եմ ասում։ Այսինքն որպեսզի մենք կանխենք այս ոնց ասեմ, այս պրծման բազմաշերտ պրծման process-ը կրթական, մշակութային, լեզվական պետք է մերժվի Գյումրիում ԿՊ-ն ամեն գնով։ Այսօր միտինգ է տեղ ունեցել Ազատության հրապարակում, ես կարդում եմ Ազատություն գրադարանի նախ որ ես տեսա, ասեմ ձեզ, ես որ տեսա հերվից միտինգը, որ տեսա այդ բեմը դրած է, այդ բեմը ինձ հիշացրեց ովքեր են դնում այդ բեմը, ես սիլա անում են, ոչ լավ, ոչ վատ, ինչ անում են, հետո կերևա, ինչ են անում։ Բայց այդ քանի որ այդ միտինգի ժամանակ բան ընդունվել, հայտարարություն ընդունվել եւ վրան են տեղադրել արդեն, որ պիտի կմնան, սա հետաքրքիր է, արեք այս մասին մի քիչ խոսենք։ Վերջի վերջո պահանջներ ներկայացել 12 կետանոց եւ ներկայացել են կառավարություններ խոստացել է 7 օրվա մեջ պատասխանի։ Շատ հետաքրքիր է սա։ Ինչ են ներկայացել։
Աստորեն նախաձեռնողական եւ հետեւողական ու պատասխանատու կերպով իրականացնել իրավական, քաղաքական եւ դիվանագիտական բոլոր հնարավոր քայլերն ապահովելու Արցախի ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի հող։ Դա պահանջն է։ Անվտանգ, արժանապատիվ, կայուն ու ինքնորոշված կյանք ապահովել։ Նորմալ տեքստ է, հա, տեսնենք էլ ինչ են ուզում։ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձը պահել կառավարության ու միջազգային ատյանների օրակարգում։ Արցախցիների ճակատագիրը որոշող հարցերում ներգրավել Արցախի լեգիտիմ ներկայացուցիչներին, այստեղ արդեն լավ չի, ջանքեր գործադրել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ, դի լավ է գնաց, չէ՞ որ հայ գերիներին մի ժամանակ գրվում էր միայն Արցախի վերակառուցմանին, այդ վերնախավին։ Նրանք Հայաստանի իշխանությունից պահանջում են դադարեցնել արցախցիների նկատմամբ ատելության քարոզն ու պատժել այդ մարդկանց։ Ես այդտեղ միջև շարունակել ուզում եմ մի պահ կանգնեմ, այսօր իմ ընկեր, այս սուստան, մի պաշկյան, Զարուհի Մուրադյանի պատի վրա մի բան պատահական տեսա, ուրեմն Զարուհի Մուրադյան նկարչուհի հին կռվող իրական ազատամարտիկ քաղաքացիական կյանքում, արտադրության եւ ճշմարտության համար, այս մարդու պատին գնել են։ Բավական է ձեզ եւ զահարնել հետը, այ պարավ, այ տավար, Պուտինի տրուսիկների իխլամի շուննել ես, ճուտնել ես, փախած, հանձնող, ուռոդներ, այդպես ձեզ ճղում եք, չթողնեիք Արցախը, մեռնեիք ձեր հողի, ձեր գերեզմանների համար, թե միայն Հայաստանի երեխաները պետք է պատերազմեն, իսկ դուք վայելեք։ Սա գրվել է Զարուհի Մուրադյանի հասցեին։ Այսինքն այն մարդկանց հասցեն, ովքեր աջակցում են արցախցիներին, ովքեր իդեմս արցախցիներ, դեռ մենք ինքներս մեզ, ոնց կարող է արցախցին ոչման չի, չինացի չի, հայա չէ։ Արցախի հայրենիքն է։ Ու Հայաստանի մի մասն է, բայց այս տողերը մարդիկան չեն մարսում։ Ու այս չմարսողների մեջ հիմնականը ֆեյքեր են, դե հասկանում եք այդ ֆեյքերն ովքեր են, լատինատար հիմնական գրող, անգլիագետ առանց նկատ պրոֆիլներով, սա այդ Նիկոլ Փաշինյանի ստեղծած պոակի, հա, այդ որյանց բաները պետք է ակտիվ պահեին, գիտեք չէ, որ ֆեյքերի համար բյուջե ունի, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, եթե մարդկա չգիտի ասեմ, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ֆեյքերի համար ունի կազմակերպություն, որը հովանավորվում է ժողովրդի կողմից գանձնված հարկերի միջոցով, որը հայրում է ժողովրդին, այսինքն ժողովուրդը վճարում է մեկին, որ այդ մի կազմակերպությունը հայոյի իրեն, առանց նկար, առանց կենսագրություն, ոսից նայում ես բոլոր նույն տեպով, նույն դեմքով, առանց դեմք, նույն տեքստերը copy-paste արած շպրտում են մարդկանց վրա։ Այսինքն այս ատելության քարոզը արցախցիների, ով դեմ է Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, ընդհանրապես քայլերի եւ այլն, բազմաթիվ տարիներ, արդեն 7 տարի է, այս ֆեյքերի ինստիտուտը գործադրվում է մեր վրա, մեր բոլորի վրա։ Եվ մենակնես չէ, որ Նիկոլ Փաշինյանն ունի ֆեյքեր, Նիկոլ Փաշինյանի ֆեյքերն էլ ունեն ֆեյքերը, իրենց ֆեյքերը, այսինքն ոնց որ բանը Ստյոպիկը Սաֆարյանն էլ իր ֆեյքերը ունի փաստորեն, հա, այն էլ իր բանակ ունի կեղտերի եւ այլն։ Այս արցախցիների նկատմամբ այս ատելությունը, այս ֆեյքերը որ տարածում են, ես իրենց ուզում եմ ուղղակի մի բան ասել։ Այն ձեզ որ հույս են տվել, այ որ դու նկար չունես, բայց հեռախոսով գրում ես կամ որ կոմպյուտերով գրում ես, քեզ ոչ մեկ չգիտի ով է դրա հետևում կանգնած։ Ձեզ խաբել են։ Այո, ձեզ խաբել են։ Բոլորը եղավ իշխանություն ժողովրդական, երկու հատ կոճակ է սեղմում, ու բոլոր տեքստերի հեղինակների, ուրեմն հեռախոսի համարները, իրական նկարները, դուք երևի կոմպյուտեր ունեք, դիմացներ կամ կամերա կա, չէ՞, կամ ձեր հեռախոսի, ուրեմն ձեր նկարներով, գեոլոկացիաներով, որտեղ ինչ է կերել նույնիսկ, ամբողջ ձեր կենսագրությունով, ձեզ գալու է կանգնի մոնիտորի վրա։ Այսինքն մենք պարզելու ենք, այդ չեմ ասում, որ այդ պոակը աշխատավ, բանա բյուջե ունի, աշխատողներին աշխատավարձ է տվել, նույնիսկ եթե մի մասին կանխիկ է տվել, որ դրանք չերևան, բայց մեկը այդ ամեն ինչը դուրս է գալու ջրերես։ Ամեն անգամ որ դուք ես մի բան եք գրում, իբր վնասելու համար արցախցիներին կամ մեզ, կամ փրկելու Նիկոլ Փաշինյանին, դուք իմացեք, դուք ձեզ դնում եք հոդվածի տակ։ Ատելության խոսք տարածելը
Դա հոդված է, քրեական հոդված է։ Օրինակ 1000-ից 1500 հոգի արդեն գրանցված ատելության խոսք տարածողները Նիկոլ Փաշինյանի կառավարության ժամանակ։ Եթե մենակ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ես չեմ ասում, ասեցի, չէ, ամեն տականք կից։ Ամեն կից ստորացին, որ քարոզա իրականացուն այս պիրծի օկտին, ինքն էլ իր ֆեյքերն ունի։ Այսինքն բոլորը սիրուսից վարդի նման բացվելու են ու ներկայացվելու են համապատասխան մարմիններին։ Դե հիմա դուք շարունակեք գրել։ Իսկ ես կկարդամ շարունակությունը բանը 12 կետերի։ Սոցիալական աջակցության հարցերն էլ կային 12 կետանոց պահանջներում։ Պահանջում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կայուն եւ արժանապատիվ կյանքի պայմաններ ապահովում Արցախի ժողովրդի համար ներառյալ բնակվարձի աջակցության ծրագրի անվերապահ շարունակության միջև ընտանիքի բնակարանային կարիքի պատշաճ բավարարումը։ Բ. Նոր արդար ու արդյունավետ բնակարանային ծրագրի մեկնարկ։ Ես ուզում եմ այստեղ մի պահ կանգնել ու ես ձեզ հիշեցնել, որ Արցախի դատարկումից հետո եւ որ արցախցիները ապրելու տեղ չունեին, այս ճիվաղների կառավարությունը պայթեցրեց Հայաստանի պաշտպանության նախարարի շենքը աշտարակի խճուղու վրա։ Շենք, որտեղ կարող էին մի քանի 100 ընտանիք բնակեցնել, պատրաստի շենքեր։ Մտամենը կարելի էր մի հատ թեթև իամ բանանել, կաշքի բերել ներսը, կամ տալ այդ մարդկանց, ասել տան վարձ տալու փոխարեն ձեր այդ գումարներով կաշքի բերեք այնտեղ, ինչ որ ձեզ պետք է արեք ապրելու համար։ Գոնե այդ մարդիկ սեփական տարածք ունենային, ապահով, ոչ մեկից իրենց վարձ չէր գանձի, ոչ մեկից իրենց տնից չէր հանի, իրանք իրենցով ապահով գոնե այդքան տեղը կանեն։ Ես չեմ ասում է պետությունը փողեր տար, հələ ես բան եմ ասում, բայց դա անելու փոխարեն Ալիևի պահանջով պայթացրեցին այն շենքը, որը հաղթել էր Ադրբեջանին։ Հասկացաք, այդ սիմվոլը պաշտպանության նախարարության պայթեցրեցին, բայց չտվեցին արցախցիներին ապրելու համար։ Գյումրեցիներ ջան, հարազատներ ջան, դուք սրանց ոնց կարող եք ընտրել։ Դուք ոնց կարող եք սարիկ ընտրել։ Կամ սարիկի այն մյուս ձախ թև ասենք, չգիտեմ, են Լևոն Բաղզեղյանը ինչա։ Կամ էս մյուսը աչը։ Գնանք առաջ, հա։ Բ. Նոր արդար ու արդյունավետ բնակարան հայցիկ արդացի, հրաժարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիության հարկադրման արհեստական քաղաքականություն, մարդկանց զրկում են ազնագրերից, եւ վերադարձնել արցախցիներին իրենց Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, ինչպես իրենք ունեին, հա, հնարավորություն տալով բոլորին օգտվելու քաղաքացու իրավունքներից եւ ստանձնելու դրանցից բխող պարտավորությունները։ Ես ասեմ, մարդիկա միջեմա չգիտեն, Արցախցին ուներ Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Այդ անձնագրով ինքը կարողանում էր մտնել ցանկացած դեսպանատուն ու ստանալ այդ երկրի մուտքի վիզա, ցանկացած։ Այսինքն աշխարհում բոլոր երկրները Արցախի բնակչի, որտեղ գրված է իր հասցեն կոդով, Հայաստանի Հանրապետության հասցեով, անձնագրով ինքը կարողանում էր մտնել ստանալ վիզա, որը նշանակում էր, որ այդ երկրները ճանաչում էին այդ մարդու քաղաքացիությունը, անձնագրի իրավականությունը եւ տալիս էին վիզա։ Դրանից հետո եւս պիղծերը սկսեցին դրա դեմ բան անել, քայլեր անել, այդ դեսպանատունները սկսեցին մերժել։ Գյումրեցիներ ջան, դուք սրանց ոնց կարող եք ցույց տալ։ Գնանք առաջ։ Վերանայել արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության հակասահմանադրական որոշումը։ Ենթադրում եմ, որ արցախցիների կենսաթոշակային գումարները ստանալու վերաբերյալ ինչ որ որոշում են կայացել, որից ես տեղյակ չեմ, բայց երևի չեղարկել են, ասենք, երբ արցախցի տունդեր ես թոշակդ մուծե, հա, քահարկել է, երևի թոշակ չունես։ Ենթադրում եմ, ինչ որ մի բան էլի հակասահմանադրական առած կլինի։ Ակցիայի մասնակիցները կառավարության մեկ շաբաթ ժամանակ տվեցին պահանջելու մի խոսքով արձագանքելու համար։ Հակառակ դեպքում իրենք կշարունակեն իրենց բողոքի ակցիաները, իսկ հիմա վրան են խփել, մնացել են Ազատության հրապարակում։ Տեսեք, տպավորիչ է, չէ՞, մի քանի հազար, շատ տպավորիչ քանակությամբ մարդ Ազատության հրապարակում, իհարկե լավ է, որ տեսնում ես այո արցախցիների հարցով, այսքան մարդ կա կանգնած, մեկ էլ հաջորդիվ կարդում եմ հոդված այդ կազմակերպիչներից մեկի տված Արցախի հարցը փակելը թշնամու օրակարգային
օրակարգին ենթարկվելու դրսևորում է իշխան Սաղաթելյան։ Ու միանգամից տրամադրությունը սնդնում է։ Լուրջ ես ասում իշխան Սաղաթելյան։ Հա, Արցախի հարցը փակելը թշնամու օրակարգին ենթարկվելու դրսևորումը, բա մի թողեք, որ փակի։ Լուծարեք այդ խորհրդարանը։ Չեք ուզում ինքը անի, լուծարեք, դուրս եկեք խորհրդարանից։ Տեսեք, այս ամբողջ այս հավաքի տպավորությունը ընկնում է միանգամից։ Հիմա ես չեմ ուզում հուսախաբանել մեր մարդկանց, որ ոգևորված են այս Ղարաբաղում, բայց որ տենում ես այդ հանրահավաքի կազմակերպիչներից մեկը միանգամից Արցախի հարցը փակելը թշնամու օրակարգին ենթարկվելու դրսևորում, ուզում ես հարցնես, մի ենթարկվեք, չեք ուզում ենթարկվեք այդ օրակարգին թշնամու, մի ենթարկվեք, դուրս եկեք այդ խորհրդանից, դու կազմալուծվի, զրկեք Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ կոչվելու իրավունքից։ Հայաստանի Հանրապետության վարչապետի իրավունքը Նիկոլ Փաշինյանը ունի ձեր շնորհիվ իշխան Սաղաթելյան։ Էլ ոնց ասենք այս բանաձևը ոնց ասենք, քանի դուք ընդեղ եք Նիկոլ Փաշինյանը վարչապետ է։ Չեք ուզում Նիկոլ Փաշինյանը վարչապետ լինի ու իրականացնի այս դավաճանական գործողությունները։ Պարզա դուրս եկեք։ Հիմա ես, Վարդան Հակոբյանս, որ ապրում եմ Նյու Յորքում, որ ամբողջ իր ուղեղը 24 ժամ ապրում է Հայաստանի խնդիրներով, մեկ էլ տեսնում է ուրախ հանրահավաքից հետո այդ կազմակերպիչների այս հայտարարությունը։ Հիմա ես հարց եմ տալի։ Ես ինչ մտածեմ, ինչին պիտի ծառայի այդ հանրահավաքը, եւ այդ հանրահավաքի կազմակերպիչները կարող են հարցը լուծեն, բայց չեն լուծում, բայց որոշել են հանրահավաք անցկացնել։ Ում համար։ Ով ուզում է հույս կապի հանրահավաքի հետ, Աստծո սիրուն։ Կապեք ձեր հույսը հանրահավաքի հետ, ասեք, ինչ լավ է ժողովուրդ ընդեղ ինչու մի բան ուզում անի։ Հրաշալի է։ Ես էլ ուղղակի պարզ հարց եմ տալի։ Այս հարցերը վաղուց կարելի է լուծել, մինչև Արցախը հայաթափելը։ Առանց հանրահավաքի։ Արա չեք ուզում Նիկոլ Փաշինյանը վարչապետ լինի։ Դուրս եկեք։ Ձեզ պետք չի ոչ վրան խփել տակը մնալ, ոչ պահանջներ ներկայացնել, ոչ հանրահավաքներ անել։ Հիմա ես, նորից եմ ասում, ես ինչ մտածեմ այս մասին, ես պարզ ասում եմ ձեզ, ստապ նայում եմ, դուք կապիկություն եք անում։ Ես ոնց նայում լուրջ ընդունեմ։ Ոնց, ու դրանից հետո մի ուրիշ ավելի վատ հայտարարություն եմ կարդում։ Խնդրեմ, ճանաչում եք Գևորգ Դանիելյանին։ Արտարադատության նախկին նախարար։ Այս Սերժիկի Հակով կարասարմանարության, որը հիմա սիրով օգտագործում է Նիկոլ Փաշինյանից ավերածություն անելու համար, դրա այդ սահմանադրական փոփոխություններից նախաձեռնողներից մեկը։ Սա Սերժիկի նաև գլխավոր դատախազն է, արտարության նախարարը։ Առաջարկումը Մոսկվայում Արցախի ներկայացուցիչները ինչա գրում, սկզբից արկանք է, ասում Մոսկվայում Արցախի ներկայացությունը փակելը սպասել է։ Առաջարկում եմ առայժմ ՀԿ կարգավիճակով հիմնադրել նոր ներկայացություն, ինչը մեծ գումարների հարց չէ։ Վստահ եմ, որ Մոսկվայա բնակ մեր հայրենակիցները չեն զլանա ուղղակի տեղում համակարգողը պետք, թերևս դա կարող է լինել նախկին ներկայացության պատասխանատու։ Ուրեմն Մոսկվան փակել է Արցախի ներկայացությունը։ Հիմա սա ասում է, ճիշտ է փակել է, բայց արեք մի հատ ՀԿ-ի կարգավիճակով մի հատ ներկայացություն, բայց էլի ներկայացություն բացեք, բայց էլի Մոսկվայում։ Սրանց բոլոր ճանապարհները, սրանց բոլոր մտքերը, բոլոր պլանները գնում են էլի Մոսկվա, չնայած ընդերից նրանց տշում են դուրս, այ ասում են, ոնց պահենք Արցախի ներկայացություն Մոսկվայում, երբ ես ունեմ Ադրբեջանի հետ ռազմավարական մեծ լայնածավալ համագործակցության ծրագիր, որտեղ ես նույնիսկ պարտավոր եմ Ռուսաստանում ձերբակալել ներկայացնել Ադրբեջանի նրանց, ում Ադրբեջանը կպահանջի։ Ու դուք ինձանից պահանջում եք, որ ես Արցախի ներկայացուցիչ։ Արա դուք իմ համար գոյություն չունեք, իմ համար կարևորը Ադրբեջանն է։ Հիմա սրանք էլի ձեր չեն քաշում։ Այս ռուսական ագենտուրան ձեր չի քաշում Ռուսաստանից, ասում է ճիշտ է փակել են, բայց արեք ընդ Ռուսաստանում հայ օլիգարխների խնդրեք մի քիչ փող գցեն,
նույն տեղում ՀԿ-ի կարգավիճակով պահենք այդ Արցախի ներկայացությունը։ Տեսեք, հայտարարությունը հայտարարության հետևից։ Մի օրվա մեջ։ Հիմա ես էլի նորից ինչ մտածեմ ես ամասին։ Ճոնակ։ Երկու բան կարա մտածեմ։ Կամ հիմա Ռուսաստանը սրա ձեռով ասում եմ թե ակտիվացեք այդ հարցը, որտեղ ասենք հարց ունեմ ես Ադրբեջանի հետ, մի հատ ակտիվացրեք, էլի ուտեք նախաձեռնություն ստեղծեք, որ ես սկսեմ դրանով բան անեմ, ճնշել Ադրբեջանին։ Հետո տեսնեմ որ չի բանանում, ասեմ տես ընդեղ ուզում են որի մոտ ՀԿ ներկայացություն բացեն, ՀԿ-ի ձևով, հա, Արցախի։ ՀԿ-յա էլի պաշտոնական չի։ Եթե կարամ ես թողեմ, կարամ ես չթողեմ։ Հիմա դու ինչ ես ասում։ Թողեմ, թե դու գնալու ես զիջումների։ Ես այս ամեն ինչի մեջ դա եմ տեսնում։ Դա որովհետև Արցախի ներկայացություն ոչ պաշտոնական Մոսկվայում կլինի թե չի լինի, Արցախի հարցի համար դա ոչ մի բան է, որովհետև Արցախի հարցը լուծումը Հայաստանում։ Ուզում եք լուծել Հայաստանը։ Արա ձեր պատգամավորների Սերժիկի, Ռոբիկի դաշնակներ, արա դուրս եկեք։ Դուք չեք ստեղ լուծում մի անգամից այդ հարցը։ Ասում եք կապիկություն անենք, միտինգ անենք, վարան խփենք, մի հատ ներկայացություն։ Էլի Մոսկվայում բացենք։ Ասկեն բանալիները տանք դնենք Մոսկվայի ձեռը, որ Մոսկվան էլի այդ հարցը լուծի։ Ընդ որում Գևորգ Դանիելյանը հո գիտի, որ Մոսկվայի ոչ մի հայ, որը փող ունի ֆինանսների տերապետում, NLS վիճակում, ինքը առանց FSB-ի թույլտվությամբ մի կոպեկ չի կարող ծախսել այդ նպատակի համար։ Գևորգ Դանիելյանը շատ լավ գիտի դա։ Ինքը համակարգի աշխատող է, ինքը անգիր գիտի ինտեղ ով կարա փող ծախսի, ով չի կարա փող ծախսի, ով նախկինում ծախսե։ Ամեն ինչ իրանք sense լավ գիտեն 15 անգամ ինձանից ավել։ Ես հիմա այդ հարցը տալիս եմ Գևորգ Դանիելյանին։ Դու լուրջ ես ասում Գևորգ Դանիելյան, որ առանց FSB-ի թույլտվությամբ Արցախի ներկայացություն կհովանավորի ինչ որ Ռուսաստանում ապրող հարուստ, այ ում համար է կանում այս ամեն ինչը։ Ինչի է կանում այս ամեն ինչը։ Երբ որ հարցերը կարելի է լուծել հենց Հայաստանում։ Հենց Հայաստանում, Հայաստանում դա հարցերը լուծում ճիվաղին գրողի ծոցը ուղարկելով։ Որովհետև Արցախին փուրը տալիս է ճիվաղը, հենց հիմա Հայաստանում, ոչ միայն Արցախին, ամբողջ Հայաստանի հենց հիմա փուրը տալիս է ճիվաղը։ Բայց այդ մասին ոչ մի բան։ Բացարձակապես իրանց ներկայացուցիչները ԱԺ-ում ոնց կան, դες պիտի մնան։ Որտեղ եթե չմնան, ճիվաղը ոնց է ամեն ինչ իրականացնելու։ Մեզ մի ձեռով ասում են մնանք որ իրականացնի, մյուս ձեռով եկել են հրապարակում գոռում են, որ չեք ուզում սա իրականացնի։ Իսկ բան է էլի, չասեմ, կոգնիտիվ դիսոնանս է էլի։ Չես հասկանում, ինչ եք ուզում դուք։ Ուզում եք թե չեք ուզում։ Ու խեղճ ժողովուրդ ինքս ես մնացել է ապշած այս ճչացող ցինիկության դեմ։ Չի հասկանում, հələ մի վարքյան։ Եթե համաձայն չեք, դուրս եկեք։ Եթե համաձայն եք միտինգ եք անում, ինձ ինչ եք կանչել միտինգ։ Այդ վրանը ինչ եք խփել այդտեղ։ Ում եք ինչ պահանջներ ներկայացնում։ Կառավարության ներկայացուցիչներն վերցել է խոստացել է 7 օրվա մեջ պատասխան։ Ես էլ առաջարկում ահագանից ես բան կարեք մի հատ էլ Մոսկվայում ներկայացուցիչ բացենք, Մոսկվայի մեջ փողատերներ կտան։ Լուրջ եք ասում։ Ախ չի կարելի չէ այս ժողովրդին այսքան ապուշի տեղ դնել։ Հա ինքը հոգնած է ժողովուրդը, ինքը շատ գրագետ չի քաղաքականապես, ինքը արդեն մոլորված է, ինքը արդեն հիասթափված է, ինքը պատրաստ է ամեն ինչի հավատալու։ Բալաբա մնացածը որ այդ վիճակին չեն կամ չեն իջնում այդ վիճակին դեռ կարողանում են ստապ նայել դեպքերին, ասեն ինքը ջնրի մի բան սա Ես ինչ եք անում։ Չէ՞ կան չէ՞ տես մարդիկ։ Դուք ինչքան կարող եք այն խեղճացած, հոգնած, տանջված, ծեծված, ցեղասպանված մարդու հույզերի եւ բաների, էմոցիաների վրա խաղալ այս կարգի լկտի ու ցինիկ ձևով։ Ձեր ու Նիկոլ Փաշինյանի տարբերությունը ո՞րն է։ Այս ամեն ինչը շատ հեռվից է գալի։ Ես ուզում եմ 2-3 րոպեանոց
տեսանյութ նայենք, դուք վեճ հիշեք, այս ամեն ինչը որտեղից է գալի, որտեղ մարդկան մոռացել է։ Ասենք Մանուս Սիրադեղյանին։ Ջահելների, ներքին զորքերի, NVD-ի հետևում կանացեր բանը, հայկական բանակի կորիզը, առաջի գնդի կորիզը։ Սա 96 թվականի այդ իշխանությունը զավթելուց հետո է, տղեկի քեֆ են անում։ Այս այն քեֆն է, որից առաջ Վազգեն Սարգսյանն ասեց, եթե իշխանությունը ընտրությունը 100%-ով էլ դուք տարածել եք, ընդդիմությանը, ձեզ իշխանություն տվող չկա։ Ու Վանոս Սիրադեղյանը հիմա ճառ ասում, որ երեկվա այդ բանից մեզ փրկել է հայկական բանակի կորիզը, ինքի նկատի ունի Երկրապահին, Մանվել Գրիգորյանին։ Ես ամեն ինչը կնայենք։ Սա Սիրադեղյան Վանոնն է։ Ու ես այնքան ուրախ եմ, որ sense վիդեոներ, sense սողոսկում են ինտերնետ տարածք, որովհետև հիմա Վանոս Սիրադեղյանով հիացողներ կան որպես պատմական կերպար։ Սա նույնն է, վաղը Նիկոլ Փաշինյանով է բանը, տենց հիացածման լինելու սերունդ, որովհետև նույն բանը մտածում էին կարա լավ Քոչարյանով պետք է հիանա, Քոչարյանի ժամանակ անցավ տարիներ, մեկ է Քոչարյանն են օրինակ բերում, նույնիսկ անցավ տարիներ Սերժ Սարգսյանն են օրինակ բերում, հիմա անցել է տարիներ Վանոս Սիրադեղյանին են օրինակ բերում որպես պետական գործիչ, բայց ես հիմա բոլորին ուզում ասեմ, եթե սա պետական գործիչ է, ուրեմն ես կասմանավտ եմ, լսենք հələ տեսեք ինչ է ասում։ Սա շնորհակալություն հայտնում ժողովրդի վրա կրակողին, ժողովրդից իշխանություն խլած մարդկանց։ Մեր առաջի գունդը ոնց է։ Առաջի գունդը դենց են մնացել է, դա երկրապահ զորքերի բանն է, որ մի շաբաթ առաջ պահպանեց պետության սահմանադրությունը եւ պետության նախագահին։ Պետության նախագահին։ Բայց ձեռդ չգիտես ինչի սահմանադրություն է ասում։ Ու բայց հետո ճշտում է պետության նախագահին։ Պաշտպանեց։ Նախագահը որը չէր ընտրվել, բայց զավթեց իշխանությունը։ Ժողովրդի վրա կրակելով, ջարդեր փշրելով։ Կարևոր չի նախագահը ով է, կարևորն է սահմանադրությունն է պաշտպանում եւ բանակը այդքան հզորություն ունի։ Բանակը այդքան հզորություն ունի, այս բանակով իշխանություն պահած մարդն է խոսում, նույնիսկ եմ ասում, այս մարդով երթվող կա հիմա։ Հայկական իրականության մեջ կա մարդ, որը արևով երթվում է, բայց դժգոհ է Նիկոլ Փաշինյանից։ Ինչի՞։ Ինչի՞ ասենք, որ Նիկոլ Փաշինյանը հանձնել է, սրանք խլել են։ Սրանք իշխանությունը խլել են ժողովրդից։ Սրանք են Արցախը հանձնել իրականում, որովհետև եթե իշխանությունը խլած չլինեին բանից, ժողովրդից, Արցախը Հայաստանի մաս են վաղուց։ Վաղուց, ի սկզբանե, իսկ սրանք իշխանություն գալով հրաժարվեցին Արցախից։ Բայց չգիտես ինչի, մարդիկ որոշել են, որ իրենք կարող են կիսաբարոյական լինել, ասիկ լավ, այս տեղը կարելի է հանցագործ լինել, սահմանադրությունը տշաց ունենալ, բայց այս պարագայում, որ այս մարդը տշաց ունի սահմանադրությունը, չէ ինքը հանցագործ է։ Ու մենք այս կիսաբարոյական այս բանի մեջ, կիսա հանցագործ, կիսա գողական, կիսա չգիտեմ, կիսա հղի վիճակներով մեզ թվում է մենք պետքա լավ պետություն ունենանք, էլի։ Ես հիմա անկեղծ եմ ասում բաց տեքստով, ում համար սա հեղինակություն է, պատմական ֆիգուրա, քաղաքական գործիչ է, նա իրավունք չունի Նիկոլ Փաշինյանից նեղանալ։ Որովհետև թե դու ո՞նց ես խախտում սահմանադրությունը, իշխանությունը խլելով, թե երկիրը ծախելով, ինքը կոչում է հանցագործություն սահմանադրության դեմ։ Հասկանում եք։ Այսինքն պրոստիտուտկա մի հոգու է տա քնե, թե 100 հոգու է տա քնե, ինքը պրոստիտուտկա է։ Ո՞նց ասեմ դες։ Մարդասպանը թե մի հոգի ասպանը, թե 100 հոգի ասպանը, ինքը մարդասպանը։ Ինքը զինված հարձակում անը, թե մարդասպան, ինքը հանցագործ է։ Ոնց կարող է զինված հարձակում կատարածով հիանալ, այն մարդասպանով ասել դու մարդասպան ես։ Երկուսն են հանցագործ են։ Ո՞նց եմ ասում։ Ովքեր, ես հատուկ ցույց եմ տալիս համար, որտեղ մարդիկ կան մտածում են կալա 30 տարի անցել է, մոռացած կլինենք բաներ, իրավիճակը փոխվել։ Իրավիճակ ինչի նկատմամբ է փոխվել։ Օրենքի նկատմամբ շատ իրավիճակներ է փոխվում։ Եթե իրավիճակի հետ փոխվելով մեր բարոյական արժեքներն էլ պետք է փոխվի, օրենքի նկատմամբ վերաբերմունքը մենք պետք է փոխվի, ուրեմն մենք արժանի չենք երկիր ունենալու։ Ես նույնիսկ ասեմ, ով համաձայն է, ով երկրպագում ասեմ, նա իրավունք չունի բողոքել Նիկոլ Փաշինյանից։ Գնանք առաջ։ Ես խոստովանում եմ, որ ինչքան էլ NVD-ն ուժեղ է, ինչքան էլ ներքին բանը կարգ ու կանոնը պահպանում է,
կարողանում անել, բայց այդ պարագայում, երբ որ շիկացած էր կրքերը, ժողովուրդը մի քանի մասի էր բաժանում, 2-3 մասի կամ 2 մասի, այդտեղ բանակի խոսքը, գերագույններ։ Ու հելել են, որ խմեն բանակի կենացան, սա Մանվել Գրիգորյանն է։ Հասկացաք ինչ է եղել։ Ներքին գործերը չի պաշտպանել իրանց։ Որտեղ ժողովուրդն այնքան շատ էր 96 թվականին, ոստիկանությունը բան չէր կարող անել, իսկ ոստիկանությունը դեռ այսքան այլասերված չէր, ոնց որ հիմա։ Ոստիկանությունը ինչ է, շատ քիչ էր ոստիկանությունը, մեկ, երկրորդն հիմնական մասը բանում էր, Արցախը ճակատում էր։ Այսինքն մի մասը դեռ էր, պատերազմը նոր էր ավարտվել։ Այս բերետավորներ, տարբեր տեսակի այս որ վիզա, տեսել եք վիզա այսպես գլխից սկսի։ Այսինքն ուղեղը չկա, այնտեղից է սկսում։ Դիժը մկանային մի բան է։ Հələ այդ մասան չկար։ Եթե ոստիկանել կար, դա մեծ հավանականությամբ մեծ սովետական ժամանակվեց մտածած ոստիկանել, որ գրել կարդալ գիտեր, օրենսդրություն գիտեր, հա, գիտեր, որ նոր պետություն է, սա նոր կարգուկանոն կա, մենք պատերազմ ենք հարցում, հա։ Դա ուրիշ կարգ, ուրիշ որակի ոստիկաներ։ Այսօրվա Ենիչերին չի։ Այն ժամանակ մենք ունենք ոստիկանություն։ Այսօրվանը ֆուլ կորմի դիմաց, կորմը գիտեք ունենք կերակուր։ Կերակուրի դիմաց ծառայող է։ Այն ժամանակվան դա դες չէ։ Ու իրանք ասում են, որ ոստիկանությունը չկարողացավ մեզ փրկել, եկավ փրկելու բանակը։ Այսինքն բանակով զավթածները հիմա կենաց են խմում։ Շարունակենք։ Ընտրեկի համար ինչ որ մենք արեցինք, մեր զորված ընկերների համար արեցինք։ Եվ օրենքի սահմաններում արեցինք։ Ինչ որ մենք արեցինք, մեր զորված ընկերների համար արեցինք, ու օրենքի սահմաններում էլ արեցինք։ Այսինքն իրանք այդ զորված ընկերները որ կային պատերազմում, դրանց խաթն են իշխանությունը խլել ժողովրդից։ Ու օլիգարխիան, հանցավոր օլիգարխիան եւ իշխանությունների, ընտրությունների կեղծելը եւ զորքով իշխանություն խլելու պահելը հիմնադրվել է էսենս, այսօրվանից, այս ճոխ սեղանների կողք, ընդ որում սեղանն է 96 թվականին Հայաստանը սոված է, լույս էլ չունի։ Բայց իրենք պրոբլեմ չունեն հո։ Եվ եթե նույնիսկ մի սանտիմ են կողմ ենք անցել, արյունը արժի դրան, որ սահմանադրական կարգը եւ թափված արյունը հատուցվի կայունությամբ։ Հասկացաք, եթե մի հատ էլ են կողմ են անցել, արյունը արժեր, որ այս կայունությունը մնար։ Ու տենցել այդ բաները, հանցագործությունները սկսեցին կոչել կայունություն։ Նույնիսկ ես հիշում եմ Ռոբերտ Քոչարյանը բան ուներ, կարգախոս ուներ, հաղթանակ կայունություն առաջընթաց, տերդ մեռնի հիշողություն։ Հաղթանակ կայունություն առաջընթաց, դա Լևոն Ռոբերտ Քոչարյանի բանն էր, եկավ իշխանության։ Կայունությունը կոչում էին կայուն իշխանություն խլելը։ Սենց սերունդ նախագահից նախագահ մեթոդաբանությունը փոխանցվեց, որա ու հիմա Նիկոլ Փաշինյանից են բողոքում այս նույն մարդիկ։ Դա չի կարելի։ Չի կարելի, գոնե մեղա եկեք, ասեք չենք հասկացել, քաղաքականապես տգետ են եղել, մոլորված են եղել, ախպետ, այն ժամանակ էլ չէր կարելի, նշանակում է հիմա էլ չի կարելի, կամ եթե հիմա չի կարելի, նշանակում է այն ժամանակ էլ չի կարելի։ Գնանք։ Ես ուղղակի խնդրում եմ ոչ մեկը կասկած չունենաք, թե մենք ինչ արեցինք։ Ահա։ Բանոն շատ ամփոփ եւ վերջնական ասեց։ Ուզում մի 4-5 նախադասություն ավելացնել։ Ժողովուրդ, ոչ մի վարքյան կասկած չունենաք։ Այս կասկածը մեզ ներսից քանդի։ Հասկացաք ինչ ասում։ Ոչ մի վարքյան կասկած չունենաք, հենց կասկածը մեզ ներսից քանդելը, այսպես պետք է պահենք իշխանությունը։ Էս է ճիշտը։ Կասկածի որդը ձեր ներս պետք է չընկնի, սա է ճիշտը։ Հիմա խոսում են ընդամենը 5 տարվա անկախություն ունեցող նորածին երկրի իշխանությունը զորքով, արյունով խլած պարագլուխները։ Ասում են ձեր մեջ պետք է խղճի խայթի զգացում, կասկած ոչ մեկիդ ոչ պետք է չլինի։ 5 տարեկան երկրի իշխանությունները խլած, ընդ որում զորքով, ասում են ներքին գործերը չկարողացավ պահել, որտեղ ժողովուրդը շատ էր։ Հետո ներքին գործերը չեն էլ պահելու սրանց։ Եկավ Մանվելենք, արնախումերը, դա Մանվելը դարավ գեներա։ Կասկած չունենաք հետևյալ պատճառով։
անկախ նրանից ով է նախագահը։ Դա Լևոնն կամ Պողոս Պողոսյանը երբեք չի կարելի թույլ տալ, որ ամբողջը գա, այդ ամբողջը 10,000, 20,000, 50,000 իշխանություն փոխի։ Հասկացաք, երբեք պետք չի թույլ տալ, որ ամբողջը գա եւ իշխանություն փոխի։ Այս հենց էլ հիմքը դրվեց նորանկախ պետության, այլասերման, իշխանության զավթման պրակտիկային։ Ես գիտեմ, որ հիմա պետք է ասենալ մի բաժան նախել ոնց է, Վազգենը Արցախյան պատերազմը աղթել է, բանը կրվել է, հերոսը բա մի հատ հիմա Վազգեն լինել։ Ես ամեն ինչ ասում, հա։ Իհարկե այո, բայց ինչ է նշանակում, որ Արցախի պատերազմում մեծ ավանդ ունեցած մարդը կարող է գա ասի, այդ որ եկել է իշխանություն փոխելու դե ամբողջը ու կապ չունի քանի հազարա պետք է իրան զենքով զորքով իշխանությունը ձեռից խլել։ Այսինքն նա ինդուլգենցիա որ կարելի է ցանկացած հանցագործություն անել, ոչ եւ նորից ոչ այն արածնենք ուրանում, ոչ էլ կարանք սրավարը աչք փակենք։ Այն ժամանակ եթե մենք ունենենք կարածը, այս պատերազմի հերոս Վազգեն Սարգսյանի պետք է կալանավորեին այս խոսքերի համար։ Բայց այն ժամանակ էլ չունեինք, որովհետեւ ածապետերին հերթով խփում էին։ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակ գիտեք քանի հոգի են սպանել քաղաքական 100-ներով։ Ես հիմա կոնկրետ թեւը չի շնորհ, դա 100-ն անցա։ 100-ն անցա։ Բոլոր պետականաստեղծ, ովքեր պետական մտածելակերպ ունեն ու դրանք շատ էին այդ ժամանակ։ Շատ էին, որովհետև այս ռուսական ագենտուրան դեսես չէ այլասերել ամեն ինչ, որ այնքան այն աստիճան, որ թուրքական ռեզիդենտը գա մասնակցել Գյումրի ընտրություններին։ Այն ժամանակ չէր կարող տեսման լինել։ Շատ էին, սպանում էին ուղղակի։ Սպանում առանց բացահայտելու։ Որտեղ պետք էր։ Ավտոմատով կներ, ատրճանակով կներ, սպանում էին ուղղակի։ Գնաք առաջ։ Որովհետև եթե ամբողջը 50,000 իշխանություն փոխեց, անկասկած Քայթրի հաջորդ ամբողջը, որը 100,000 է։ Հետո Քայթրի հաջորդ ամբողջը որելի 50 է, հետո Քայթրի հաջորդ ամբողջը 150 է, ու անդադ իրար փոխելով երկրի հերը կանիցել։ Լավ տրամաբանություն է, չէ՞։ Լավ տրամաբանություն։ Այսինքն մենք պետք է ամեն անգամ իշխանությունը խլենք, ու կարևոր չի քանի հազար ան է հավաքվել, 50, 100, 150,000։ Այսինքն մենք պետք է չթողենք, որ ամբողջը չգա իշխանություն։ Այսինքն իշխանություն փոխելը որ դա ընտրությունների միջոցով է։ Ընտրությունները թող գնան նորմալ, ով ընտրվել է թողն էլ դառնա ղեկավար։ Որ այդ քո ասած ամբողջը չուզենա զորով, ուժով իշխանություն փոխել։ Լավ տրամաբանություն է, չէ՞։ Ես գիտեմ, որ Հայաստանում սենց է, եթե մեկի համար սա հերոս է, դա կլի անվազգանով Վազգեն Սարգսյան, Վանո Սիրադեղյան կամ չգիտեմ ինչ, եթե ինքը հերոս է, ուրեմն այդ հերոսը, այս բանը հերոս, գրած այս բանի վրա հերոս։ Ինչ անի, ինքը ինդուլգենցիա ունի։ Ես գիտեմ, որ տենց է։ Մեր մոտ, ասիկետ ցանկացած կուրքը տենց է, ինքը բանու նարուշիլովկա ունի, ռուսեն եմ ասում, էլի։ Այսինքն ինքը ինդուլգենցիա ունի, որ ամեն ինչ կարող անի, ախպեր, եթե ինքը իմ հերոսն է, չկպտես հերոսից։ Քոչարյանական ես, չգիտեմ, Լևոնական ես կամ Նիկոլական ես, ոնց դու կարաս իմ հերոսին կպնես։ Ինչ կապ ունի նա հանցագործությունը, չէ նա իրավունք ուներ, նա դրա իրավունք ուներ։ Մեր ազգի մեծ մասը հիմա նստած կա բաների կողմ, այսպես վերադառնում է, սպասի։ Ես բոլոր հերոսների համար եմ ասում, ոչ մի հերոս իրավունք չունի իշխանություն խլելու ժողովրդի, ոչ մի հերոս իրավունք չունի օրենքն ու սահմանությունը խախտելու։ Եթե մենք մեր ազգ որպես մեկ ազգ ենք մեզ նայում, եւ մեր համար նորմալ է, որ հերոսը կարա դառնա հակահերոս, նշանակում է իր հակահերոս դառնալու մեջ մենք ենք մեղավոր, մենք թողեցինք իրան, ոչ մեկ չխփեց Վազգենի ձեռքին, ասել Վազգեն մի արա։ Արա ինչ ես անում։ Մնա պատմության մեջ էլի որպես տես տղա։ Ինչի ես բերը վերցնում վրա, ինչի ես սարքում երկիրը քրյա օլիգարխիկ մի միջավայր, որտեղ մի երկու հոգի կարում են հարց լուծեն։ Ստեղծեցին այդպես վիճակ, Վազգեն, եկան հենց քեզ էլ սպանեցին, ու իրանք դարձան այդ հարց լուծողները, հասկացար։ Չփոխվեց ընտրություններով։ Այն ընտրություններով դու անցար էլի, բայց քանի որ այդպես էր հարցը որոշվում, եկան խփեցին ու իրանք դարձան բանի տեր։ Իշխանության տեր, դու հասկացած դու ինչ արեցիր քո գլխին։ Այսօր անում են բոլորը իմ ջարից։ Այսօր ով իշխանության մեջ է, ապահովում է վաղիա Սամասուդը։
Այնոն ենք չէ մենք խոսում, որ եթե կարելի է թրաֆիկինգով զբաղվել, կարելի է օրգանների վաճառքով, երեխաների վաճառքով զբաղվել, մի զարմացեք, որ մի օր կտենաք, որ ձեր աչքի առաջ եկել են ձեր տնի, ձեր տան երեխուն ու հորը տանում են։ Քաս ձեր վրա եթե դուք նախ իշխանություն եք կամ օլիգարխ եք, դուք ստեղծել եք այն միջավայրը, որ կարող է այդ ամեն ինչ իրականանա։ Մեկը չէր ավելի, որ Վազգենին է ասել։ Ես չեմ կարծում Վազգենը այն հրեշների ժամանակ, որ սպանել ասել, դու ինչ ես, կարող է ինքը մտածել, ինքը ուղեղ ունեցող մարդ էր։ Բայց այդ համարձակ մարդը չեղավ, որ ձեռը քաշել, ասել Վազգեն ինչ ես անում։ Հետո արդեն Վանոն նամակ կգրել Վազգենին, ասել Վազգեն 97 թվականին սպանելուց մի ամիս առաջ Վանոն իրան արդեն գրել այդ նամակը, որ մեր հետ անելու են այն, ինչու մենք Արտուր Մկրտչյանի հետ արեցինք Ստեփանակերտում։ Այդ նամակները կա։ Որովհետեւ հիմա անեցա վիճակը, որ ամեն ինչ բերում է դրան։ Վանոն սիրադեղել այդ նամակը գրել է Վազգենին, Վազգեն այս ամեն սպասում, որովհետեւ այս վիճակն է բերում դրան։ Լինելու է մեր հետ այն ինչ որ մենք արեցինք Արտուր Մկրտչյանի հետ։ Արցախում սպանեցին ուղղակի։ Սա է քաղաքականության պատճառահետևանքային կանոնների, ասենց ասեմ, շղթան։ Ոչ մեկ, նույնիսկ ամենահանճարեղ տաղանդավոր քաղաքական մուտիլովշիկը չի կարա փոխի դա։ Դա ուզում է լինի Իջևանի կրթությամբ, Խոզարացի կրթությամբ, ով ինչ ուզում է լինի, ուզում է Ղարաբաղցու կրթությամբ լինի, Սերժի Իգամնի բանի Քոչյանի ձեռով։ Ամենահանճարն է լինի, այս շղթան չի կարա փոխի, որտեղ ինքը ունի իր աշխատելու տրամաբանությունը։ Ու երբեք երկիր չի կայանա։ Ու երկիրը միշտ կմնա Լիբանանի վիճակում։ Հա, երկիրը միշտ կմնա Աֆղանստանի վիճակում։ Լսեք ինչ ասեմ, որտեղ ընտրություններ կա, ասեմ, որտեղ իշխանությունն է փոխվում, դառնում է Լիբանան, Աֆղանստան։ Գերա էլի, անգրագետ գերա անգել էլի։ Դե բան է էլի, մավելի գայդի մարդիկ են նստածել, ինչ պետք է։ Դուք ողնաշարով արել եք այն, ինչ որ Նայ։ ուզում եմ որպեսզի նաև գաղափարով հասկանանք ու ճիշտ եք արել։ Ողնաշարով արել եք այն, ինչ որ զգացել եք պետք է անել, ուզում եմ վստահել եք, որ ճիշտ եք արել։ Այսինքն մարդակել մանվելը, խլել է իշխանությունը զորքով տվել ասան, ասում է ողնաշարով զգալով արել եք, ուզում եմ վստահել եք, որ ճիշտ եք արել։ Ու վերջ, այդ ժամանակ այդ այնց հետո մանվելը ինչ ուզեր անում էր Էշմիածն։ Ինչ ուզեր։ Ստրուկ էր պահում, մարդկանց շամբրի մեջ էր պահում, ինչ ուզում էր անում էր, բոլորս էլ գիտեինք։ Անկասկած ոչ մի կապ չունի Լևոննա, Վանոննա, Վազգեննա, Հակոբնա, Մամելնա կապ չունի։ Չի կարելի թույլ տալ որ 10,000, 20,000, 50,000 մարդով գա, շանսը չի կարելի։ Դա երկրի վերջն է, դա պետության վերջն է։ Դա Ով հուսադրում սոցիալական բունտի վրա, նա երկրի երանալիցում է։ Հույսը, այսինքն պետք է սոցիալական այնքան վատ լինի։ Այսինքն ոչ թե պետք է ամեն ինչ անել, որ սոցիալական բունտ չլինի, այլ եթե պետք է սոցիալական բունտով այդ հարցերը լուծի, դա երկրի վերջն է։ Հասկանում եք տրամաբանությունը։ Եվ ոչ թե մտածում են հենց կառավարեն, որ հանկարծ սոցիալական բունտ չլինի, այլ չէ, որ սոցիալական բունտ էլ եղավ, այդ հենց հարցերը լուծելը կառավարության վերջն է, երկրի վերջն է։ Դուք մեծ գործ եք արել։ Այո, մեծ գործ եք արել, այ։ Դուք մեծ գործ եք անելու։ Այո, մեծ գործ եք անելու։ Հաղորդաբանակ օրինաց հանես կամ չհանես քաղաքման դուրս չկա, կարաս օրինաց 400 մարդ համոզված հանես քաղաք երկրի անդորը պահպանեց հարց չկա։ Սա հանես քաղաք բանդուս չկա, զորքը հանես քաղաք քաղաքացուց վրա բանդուս չկա, բայց մի 400 հոգի զինված Արնախում մամելականներ ուզգան այդ հարցը լուծեն։ Այս ձևա կառավարվել է երկիրը, այս տրամաբանությամբ դրվել հիմքը սենց է փոխանցվել է։ Ու միջև հիմա տենց էլ աշխատում է։ Ուղղակի այդ աշխատացնողներն են տարբեր։ Ու այդ աշխատանքի համակարգին հավատալի մարդիկ դժգոհ են այսօր։ Բայց չեք դժգոհում։ Ձեր ստեղծած համակարգն է։ Ռոբիկ Սերժիկ, որ դուք ելել եք դժգոհում եք այս ամեն ինչը, խո դուք տականք չեք։ Դուք մոռացել եք, որ դուք էսրա շահառուն եք եղել, այս համակարգով եք դիք իշխանություն պահել ամեն մեկը 10 տարի։ Այս նույն համակարգով եք դուք 10 տարի ամեն մեկը իշխանություն պահել, վերջում էլ այս ճևաղին բերել կարգել մեր գլխին։ Որպես պատուհաս։ Անեցել մի սահմանալություն տվել ձեռը, որ ինչքան ուզեն այնքան կընտրվի։
Ինչքան ուզենեք կխփի, ինչքան ուզենեք բանակ կարա մցնի, ասի կարող է մենք բանենք, եթե Վազգենը կարա 30-50 հազար վրա թքած ունենալ բանակ մցնել ներս ջարդուփշուրը, ինչ մեկ ինչի չեն կարա, թե ձեզ թվում է այսօր անող չի լինելու։ Ասեցի, չէ՞, որ դա Ենիչերիների շերտը աճեցրել են, որ այս ուղեղի տեղը բացակայում է, անդե մկան է, վիզա տեղից է սկսում։ Դուք նայում ես դեմքերի, նայում ես կեցվածների խոսակները, հասկանում ես, ինքը բան չի հասկանում։ Դրամատել այդտեղ աշխատելը սարքեցին բան, միջնակարգություն ունես, վերջ, հերիքա։ Կարող ասել ես մի կերպ դպրոցը ավարտել, հերիքա։ Քեզ ֆորմեն ակցնեն գնա մարկետ փողոցում, մեր իշխանությունն պահի։ Ուզեք թե չուզեք։ Կա այս 2.5 միլիոն մարդ, որ ճակատագիրը 80%-ով մեզանից է կապված, այդ ներկա մարդկանցից է։ Այսքանից համոզված եղանք։ Այսքանից պետք եղած պահին ոտքերից խփեցին գետին, կարելի չի։ Այսքանից գլխոտ տվեցինք, ամբողջին տվեցինք պատին կրակել պետք չի։ Պետք եղավ մի անգամ էլ օդ կրակեցինք, հետ չկրակել պետք չի ժողովրդի վրա։ Բան ջան, գնացեք։ Դուք Եկիրը պահեցիր, որ միայն այն բանն, որ կրվում էիր ծեցի շտամուտել, տավելի շտամ։ Անկասկած ալի շտամ, որը մենք հավակակնես գիտել։ Այն այն պահին, որ զգացին, որ երկիրը ներսից վտանգի ենթակա է։ Քոտ կենացվանը ջան։ Ես գիտեմ, որ շատերի համար ցավալի է լինելու է ստողերը լսել ես կոմենտները լսել, որովհետև մարդիկ չեն ուզում երբևէ վերանայել իրանց պատմությունը, իրանց կարծիքը, իրանց մոտեցումները, դա դժվար է, դա ցավոտ է, հետո դա բան է պահանջում, կամք է պահանջում, դիսկոմֆորտ է, մարդիկ չեն ուզում, հա, դա սովոր են սենց ապրեն, թող ապրեն, էլ ինչ ես ուզում, ինչ ես, չէ, ժողովուրդ ջան, մեկտես չեն կարա երկիր ունենալ, գետե մեր երկիրը այս վիճակում է, այս սրա հետևանքն է։ Եթե մենք բան ամբիցիա ունենք ուրիշ կարգի որակի երկիր ունենալ, նշանակում է պետք է վերանայենք ինչ որ մեր հետ եղել է։ Հիմա շատերը մոռացել էին, վստահ էին, որ այս զայնագրությունները չկան։ Հենց այս զայնագրությունները դուրս գալու, ես ձեզ խոսք եմ տալիս։ Ոնց ուզում է լինի գտնվել են մարդիկ, որ այս կարգի զայնագրությունները պուճուր, Լևոնի ճառերից բանը, գնա Հալևանից պարտար ապրի, այդ ցինիկությունը ամեն ինչ եղել է, որ ձենդ կդին վերենգի տեղը դու չես որոշողը, ստե մենք ենք որոշողը։ Այդ ամեն ինչը եղել է, այդ կադրերը կա, քիչ սենց ժամանակետ ընկնելու է ինտերնետ, մենք դա նայել ենք, որտեղ այն ինչ որ ես իմ ասում, սա հիշողությունների մեջ է։ Ամեն ինչ հիշողությունների մեջ է, բայց դա իրականությունը դա եղել է ու գրվել է, դա ձայնագրվել է։ Միտեղ կա ու անպայման դուրս է գալու։ Բայց այն էլ ինչ որ հիմա ունենք, դա էլ բավական է, որ հասկանանք։ Այսօրվա այս իրավիճակի պատճառը մեր անցած կյանքն է։ Մեր այս վայ ղեկավարների քաղաքականության արդյունքն է, որ հակառակ դեպքում սենց չէր կարող լինել։ Դիպա անցնենք, տեսնենք այս խայտարակությանը ինչա կատարվում Ամերիկայում, հետ գանք Հայաստան։ Ամենապաշտպանության նախարարի մոտ գտել են Mail.ru, օգտագործվող էլեկտրոնային բանապոչտա։ Mail.ru։ Ես հիշում եմ, ես էլ Mail.ru ունեի, երբ որ 2015 թվականին եկա Ամերիկայի մեծամարներ։ Mail.ru դե բանում։ Եկա մի անգամից անցա Google-ից, թե ինչ ուզում ես արա, Google ապեք, Gmail։ Ամերիկայում ապրող մարդը Mail.ru է օգտագործում։ Mail.ru, որտեղ այն ժամանակ մեր ինֆորմացիոն տարածքը ներ էր, Mail համարյա մենք չէինք օգտագործում, հայկական իրականության մեջ 2000 մինչև 14-ից 15 թվականին Mail-ով են մեզանից օգտագործում 1000-ից 1։ Բայց նորությունները բան որ կարծում եք, այդ Mail-ով կարգում էր, ասենք այդ դանով էր ինքը հետաքրքիր։ Ինչ որ այա Ամերիկայի պաշտպանության նախարարությունը Mail.ru-ով օգտագործում, որը նշանակում է մի բան, որ ամբողջ գերությունը, ամբողջ նամակագրությունը եղել է FSB-ի վերահսկողության տակ։ Եթե ոչ իհարկե իրանց հետ ու իրանց թելադրանքով։ Սա խայտարակություն է։ Ինձ որտեվ հարցնում են, այ Վարդան ջան, ինչ ես ասում, ախր դու ոնց ես պատկերացնում Ամերիկյան հետախուզությունը ոնց կարող է թողեր օտար երկրի գործակալները գային Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանության։ Ասում եմ, ես չեմ մտածում, եղբայր, ես քեզ հարց եմ տալի, բայց ոնց եղավ։ Ես չեմ հավատում, որտեղ ինքը գործակալ չի, ինքը օգտագործում է Mail.ru։
Ես չեմ հավատում։ Դրա անհրաժեշտությունը չկա։ Անգեք Ամերիկայում sense մանեք, եթե ինքը Ռուսաստանից եկած չի, ինքը մեր լուր չի, որտեղ ամերիկյան ցանկացած պլատֆորմ գրանցվելու համար Facebook-ից մինչև Instagram դու Gmail ես օգտագործում։ Google-ում ամեն ինչ ուզում ես արա, Google-ը քեզ իդենտիֆիկացնում է Gmail-ով, Google-ի email-ով։ Mail-ը ռուսական տարածքում ամենակ օգտագործում։ Երբ որ դու ռուսական սերվերների հետ գործ ունես, ռուսական առևտուր ես անում, չգիտեմ։ Այս տարածքում Google-ն է, մենակ Gmail-ը։ Ես հարց եմ տալի։ Լավ։ Ես ասում եմ, դուք իրավունք ունեք մտածելու, այո, այնքան ուժեղ է հետախուզական եւ հակահետախուզական համակարգ Ամերիկայի, որ չէր կարող ռուսական ագենտները հայտնել էին Ամերիկայի իշխանության գլխին։ Բահարց, այս ոնց է։ Այդ հարցին դուք պատասխանեք։ Սա է հերթական ցնդավանությունը, Թրամփ ասել է, որ Գրինլանդիան եթե պետք է լինի զորքով կգրավենք։ Զորքով։ Ինչ Պուտինն է անում, այն էլ ինքը։ Ուրեմն տեսեք, ես չեմ հիշում պատմության մեջ Ամերիկայի Միացյալ Նահանգների, որ պետության ղեկավարը ասի ես զորքով գնում եմ այս երկիրը գրավեմ։ Որ երկիր ինքը մտել է, դա Աֆղանստան կլինի, Իրան կլինի, չէ, Իրաք կլինի, հետո որտեղ էլ մտավ, դա Քուվեյթի պատերազմն էր, Սիրիայի պատերազմն էր, դա ուրիշ բանի տակ էր, հա, միտեղ գնում էր հակատերորիստական գործողություններ անելու, միտեղ գնում էր ատոմային բոմբ էր գտել ինչ որ, հա, սխալ ինֆորմացիա են տվել, դա կանխեր։ Բայց ո՞ս sense մտնի Գրենլանդիա ու գրավի, այն էլ եվրոպական երկրի պրոտեկտորատի տակից Դանիայի։ Ուղիղ դա մասին հայտարարի, ոչ միայն ինքը, իր տխմար բանների հետ։ Այդ Դիվենսը, պարզ բան ասում է։ Ինքն էլ ավել ասում է, որ մենք կարծում ենք, ասում է, որ զինվորական ուժը պարտադիր է լինելու Գրենլանդիան գրավելու համար։ Պարզ ասում է։ Իրենց համար ոչ մի խնդիր չի լինելու, դրա համար էլ Եվրոպայում հայտարարում են բան։ Համար առաջի վիճակ, ասում են բան անեք, 72 ժամվա համար սննդամետրքի պահանջ հավաքեք, վտանգ կա պատերազմի, ու այդ վտանգը պատերազմի գալիս է ոչ թե Ռուսաստանից, այլ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, այգդ այն ինչ որ հնարավոր չէր պատկերացնել, փաստացի ամեն ինչ հնարավոր է, երբ որ իշխանության ղեկին հայտնվում են այդ կարգի մարդիկ, որոնց վրա աշխատում են երկար տարիներ, օգնում են, բերում են, դարձնում են երկրի ղեկավար, ամեն ինչ հնարավոր է։ Ամեն ինչ, ընդհանուր միջև այլ երկրի գրավել։ Այսօր Եվրոպան հայտարարել է 72 ժամվա սնունդ հավաքել մարդկանց, ու մարդիկ սա լուրջ են ընդունել։ Մարդիկ սա լուրջ են ընդունել ու իրոք սարապատան կա։ Ուկրաինան էլ չգիտի, հիմա Եվրոպային ոնց ուզենա իրանցից զենք պաշտպանել, բայց Եվրոպան իրան պետք է պաշտպանի, թե Ուկրաինային։ Չնայած ասեն Գրենլանդիայից Թրամփի պատասխանը տվել են, ուղիղ ասել են ուր գնա, բայց այն ինչ որ հիմա կատարվում է, սա չպատկերացնելու բան է։ Ուզում եմ վերադառնանք մեր երկիր։ Մեր երկու բառել ավել են գրում, կամ բռնում տուգանում են, կամ բռնում են Facebook-ով սերցուցակ են գցում, եկերեղ ինձ ասեք կարծիքը չի փոխում դրանից։ Մեր կարծիքը դրանից չի փոխում, իրանք նույն ստորն են, նույն տականքն են, նույն ապուշն են, ընդամենը թերի ուսում ունեցող, ոչ լիարժեք ուսում, լրագրող, գործ տվող եղել, որ անգամ ես հիշում եմ, որ արևածաղից վաճառող տատիկին բռնել էր տվել։ Ու այսօր եկել ենք Վարշավա, ինչ տեսնում եք, նկարեք ուղարկեք ինձ, ես ազգին դարձրել ես գործտվող է հիմար։ Դու գործտվող ես հերիքա, այդ չեն խոսել։ Ոչ մեկի քո նման մի փչացրող։ Ընդամենը իրանք բոլորն էլ պետք է ռադելնեն գնան, բոլորը, ինչքան նարկոման, ինչքան տրանսգենդեր, այդ բան չկա, որ իրանց մեջ չլինի։ Չկա նորմալ մի երևույթ քպեականի մեջ։ Ժորժ ջան, գյումրեցիներ ջան, մի քանի ժամից դու գնալու եք ընտրոտեղամաս։ Ես էլի վերադառնում եմ նույն թեմային։ Այսօր Գյումրիում որոշում է ոչ միայն Գյումրիի ճակատագիրը, եւ մեր բոլորի ճակատագիրը։
Սա լինելու է առաջի ուժեղ հալվածը, առաջի սոսկալի հալվածը ԿՊ կոչված հակահայկական, հակամարտկային ես կասեի ոհմակին։ Առաջինը, երկրորդը ես նախատեսում եմ ապրիլի 24-ին։ Ապրիլի 24-ին դա պետք է ուղղակի ոչնչացվի։ Ես ունեմ այդ մեր ընկերոջը լսենք դերասան։ Դենիք չունենան, եթե հանկարծ ստեղի տղեկը հայրենիք չունենան, մի օր աստված չանի։ Տղեկ եթե դուք ձեր փողերը առնել եք, փախնելու եք Փարիզ կամ Ժենև կամ Լոս Անջելես, այս տղեկի ձեռը կհասնի ձեզ ու ձեր երեխեքին։ Մտածեք այս ամեն ինչի մասին, որովհետև սա վախեցնել չի, որովհետև իրանք մեծացել են Մասիսի սարով, իրանք Սա նաև վախեցնել է։ Հա, ես վախեցնում եմ։ Ես ասել եմ, չեմ միշտ, ես ես վախեցնում եմ։ Որտեղ դուք անասուն եք, դուք մարդկային լեզուն չեք հասկանում, ձեր մոտ կարող աշխատի միայն անասնական վախը։ Ընդ որում ձեր համար, ոչ թե ձեր երեխեքի համար, որտեղ եթե ձեր երեխեքի մասին դուք մտածող եք, հաստատ այս տականությունները այսքան սենց այս աստիճանի չեք, դուք արդեն ավիրել եք ամեն ինչ։ Ձեր երեխեքի ոչինչ չեն ունենալու։ Քանի որ դուք այդ գիտակցությունը չունեք, ես գոնե ձեր մեջ այդ անասնական վախը արտնանա։ Ինք ասում չեք վախացում, ես ասում վախացում եմ։ Ձեր մեջ անասնական վախը միայն կարող է բան փոխի։ Ձեր այստեղ հասնել էլի։ Լսել են Կոմիտաս, իրանց համար հայրենիքը դա բոլորովին ուրիշ բան է, ու իրանք աստված չանի լինի թրքամետ Հայաստան, որին կտանում եք դուք։ Մի արեք տղեկ, խելքի արեք։ Եթե Սա պետք է ամեն օր քնելուց առաջ իրանք հիշեն։ Երբեք տենց բան չընկնեն էլի, այս կոմֆորտի մեջ, որ անընդհատ սեն շարունակվելու է։ Պատմությունը հենց արագ է փոփոխվում։ Անենց արագ է փոփոխվում։ Ախազում է դե ինչ խոսում է։ Որ մի քիչ տառաճանաչ լինեիք, գոնե մի երկու հատ գիրք կարդաց լինեիք, մի երկու անգամ օրինակներ տեսած կլինեիք, որ ձեր ճակատագրով, ձեր ապրած կենցաղով եւ ունեցած, հա, ասես գլխապտույտ դավաճանություններից հետո ձեր նման ոչ մեկը չի կարողացել ապրել ոչ միտեղ։ Ոչ մեկ ապագա չի ունեցել, ոչ իրանք, ոչ իրանք սերունդները։ Իմանայիք էլի, քանի որ դուք չգիտեք դրանց ունակություններ չունեք կարդալու եւ հասկանալու, մեկ-մեկ մեզ թույլ ենք տալի ձեզ դրա մասին հիշեցնել։ Իսկ ինչ վերաբերվում է մեզ բոլորիս, ես մի հատ օրինակի վրա ձեզ ուզում եմ ցույց տամ, թե նույնիսկ այս վիճակով մենք ինչ կարող ենք ստեղծել մեր Հայաստանից։ Շատ լավ օրինակ է, ուզում եմ բոլորս իրար դեպի նայեն։ Это Георгий Макартычян, и он переехал в Армению в 2011 году, купил. Սա Գյորգի Մկրտչյանը 11 թվականին է վերադարձել Հայաստան եւ գնել այս ամբողջ տարածքը, որ ժամանակին եղել է աղբանից։ Очень непростой участок земли прямо на армяно-иранской границе. Սա հայ-իրանական սահմանի վրա է։ Что значит непростой участок земли? Все очень просто. Тут раньше была свалка бытового и строительного мусора. Все это Այս այստեղ եղել է տնտեսական եւ շինարարական աղբեն удалось вывести большим трудом. Попытайтесь себе представить, я сейчас хожу по садам, где раньше была мусорка. Հիմա ասում ես քայլում եմ այգիները, որտեղ ստե աղբանոց է եղել։ И человек взял и создал вот такой вот настоящий рай, где растет Ասում ես ստեղ վերցել ու ստացել է իրական դրախտ։ 55 деревьев инжира и столько же граната, айва 13 деревьев. Ջումա եւ թուզ եւ սերկեֆիլ, մոխացել եւ նուր, Мушмалы, лайм. այսինքն ամեն ինչ այն ինչ որ լիմոնից սկսած, այն ինչ որ աճում է հրաշք մեղրի բնության մեջ։ Հրաշք, նույն Արցախի բնությունն է։ Դրա համար էլ ուզում են կտրած լինեն մեզանից։ Лавровый лист. Вот банановые деревья. Или вот, Банан. пожалуйста, дерево тутовника. А также тут растет местный зейтун или же оливки. Собственно, Զեյթուն էլ աճում։ вот они, друзья, мигринские оливки. Вот так вот выглядят. Սա մեղրի զեյթունն է մարդ աճացնում։ Джам. Очень вкусно. С самого сада открываются уже фантастические виды на горы Ирана, то есть Այս սահմանից ենքով սա արաքսն է, սա դա Իրանինն է, ես այս սահման անցել եմ դեպի Իրան 96 թվականին, այն ժամանակ նույնիսկ կամուրջ չկար։ Մենք այդ լաստերի, զինվորական լաստերի վրա էինք քայլում, որը գետը սենց շարժում էր մեր տարաբանարտակը։ 96 թվականին մենք առաջի բանն էինք, հույններ, ֆիլհարմոնիկ նվագախմբով լույս ճեկնավորյալների գնացինք Իրան, ու այս սահմանը մենք անցել ենք մեղրիով,
հունվարի 2-ն թե 3-ն հիշում եմ որ տարեց անմիջապես հետո այդ լաստերի վրա ասում կամուրջ չկա դեռ Сейчас вы видите армяно-иранскую границу. Ниже протекает река Аракс. Найти это место будет достаточно легко. Едете в город Мигрин, а именно не... Շատ հեշտ է գնա պետք է գնալ ուղղակի Մեղրի, այստեղ է գտնվում։ Доезжая 500 метров от недействующего ЖД вокзала Мигрин находятся сады дяди Георгия, который называется Казак-Ащен. Ну что? Ну, ասում եք նախքին բանից Դայլանից 500 մետրի վրա է, խոսքով է տարածքը։ Սա ինչ է սա ցույց տվեցի ժողովուրդ ջան։ Սա դասական հայի կերպարն է։ Դասական հայի կերպարը ո՞նց է։ Մենք որ նայում եք մեր պատմությունը, մեր միգրացիոն պատմությունը, հա, ցեղասպանություններից այդ առաջացած միգրացիան որ առաջացել ամբողջ աշխարհով, հայը որտեղ ընկել է, հաճը զարգացել է։ Ես աշխարհում աղքատ հայ ոչ մի տեղ չեմ տեսել։ Տեսեք ինչ բան եմ ասում, սոսկալի իրականություն չա կերպարով սոսկալի էլի։ Աղքատ հայ աշխարհում, բացի Հայաստանից, ոչ մի տեղ չեմ տեսել։ Բոլոր տեղերը հայերը կայացած են։ Բոլոր տեղերը հայերը անգամներ ավելի լավ են ապրում, քան Հայաստանում։ Պարադոքս է, չէ՞։ Ես շատ եմ մտածել, ինչի՞ է այդպես։ Ես մի պատասխան գիտեմ, գուցե դուք ավելին գիտեք, դուք ինքներդ կասեք։ Երևի որ այդ բոլոր տեղերում ուղղակի չեն խանգարել։ Ասել են ուզում ես այս աղբանոցը վերցնես, հավես ունես, վերցրու։ Մարդը վերցրել է ու այգի է սարքել։ Ես այնքան այդպես պատմություններ գիտեմ, իմ տեսածն եմ ասում, ոչ թե դասական գրականության մեջ եմ կարդացել։ Փաստացու ես պատտվում եմ աշխարհով 18 տարեկանից։ Այսինքն անհամար է իմ այցելությունները աշխարհի բոլոր երկրներն ու հայկական օջախներն այնպես։ Ես անես մարդիկ եմ տեսել, անես մարդկանց հետ եմ ծանոթացել, անես պատմություններ կան, որ ինձ բերել են միշտ այդ մտքին ոնց հաստատվում, որ ամենահամեստ ունակություններով հայը, որ ասում չգիտեմ, ֆանտաստիկ գործարար չի, IT տեխնոլոգիաների ինչ որ մասնագետ չի, սովորական հայ ռաշպար մարդ է, ոնց է ինքը այս ամեն ինչը ստեղծել իր ձեռքերով։ Հայաստանում ամենավատը Հայաստանում հայերն ապրում են Հայաստանում ոնց ու ես մի պատասխան ունեմ որպեսզի ապրի հայը ընդհանրապես պետք է նրան չխանգարեն այսինքն որպեսզի Հայաստանը զարգանա ընդհանրապես պետք է նրան չխանգարեն իրան չասել եթե դու 30-50 հազար հոգի ես մեկը դու իշխանություն չես ունենա Մանվելի նմանները քո վրա պետք է ունենան իշխանություն։ Դու պետք է աշխատես մանվելա նմանների համար, նրանց ճաշակով, նրանց թելադրանքով, նրանց ընդունած օրենքների տակ։ Հասկանում եք, ոչ միտեղ դա չեն ասում։ Եվ դա է պատճառը։ Ոչ միտեղ քեզ չեն ասում, լսի։ Դու իրավունք չունես այս ապրանքը բերելու։ Սա պետք է մենակ ասեն լֆիկը, գրզոն կամ չգիտեմ, մեկը էս բանը։ Միրանը բերի։ Ինչ դեռ չեն ուզում ես բանան բերես։ Ահա ինչ լավ է, այս մարդը ուզում է բանան բերի, մի երկիր բանանի կարիք ունի։ Որտեղ եթե կարիք չունենա, հայը չի գնալու դրա հետևից։ Այսօր ես հյուրեր ունեի, արծում էր բանը։ Ոնց է։ Իմ YouTube-ում տեսավ բանը այն երկրները, որտեղ նայում են այս հաղորդումը։ Ապշել են ինքդ երկրների անունը նույնիսկ չգիտել։ Ասում են դեռ հայեր կա, ասում դե երևի հայ չկան։ Որտեղից նայում ես հաղորդում եւ այնտեղ հայ կա։ Հայը որ անուն ինք այդ հայ չէ։ Երկրներ որ ինք անունն չէ լսել։ Դե ասում է, երևի դա առևտուր են անում, ասում ես չգիտեմ, իմ առևտուր են անում, թե ցեղասպանությունից են փախել, այնտեղ այդպես հաստատվել են։ Չէ, ասում է, ես ինչքան հայ տեսել եմ, ասում եմ, սա բանը ուժեղ բիզնեսմեններ են, ինքն էլ է բիզնեսմեն էլի, իմ տաններ։ Ասում եմ, դե կարող է։ Հետո ինքս մտածեցի, հիշեցի մի բան։ Ասում եմ, ինքը մոլդովացի էր։ Ասում Մոլդովայում կան հրեաներ, ասում հա։ Ասում կա տենց արտահայտություն մոլդովական հրեա։ Ասում ես չգիտեմ, ես չեմ լսել։ Ասում բոլոր երկրներում կա այդ արտահայտությունը, հա, վրացական հրեա, ռուսական հրեա, չգիտեմ, ադրբեջանական հրեա, երևի նույնիսկ կա մոլդովական հրեա, ես տեղակ չեմ լսել, բայց հայկական հրեա, բանը, ձևակերպումը չկա։ Ասում ոչ թե նրանց որ Հայաստանում հրեա չկա։ Հայաստանում կա հրեաներ, իհարկե, հրեական համայնքեր կա, մեծ չի, բայց կա։ Բանն է նա, որ Հայաստանում այդ ամբողջ շերտերը, որտեղ ասենք այդ առևտուրն է, կոմերցիան է, բան, եթե ասենք Վրաստանում հրեաների ձեռն է, Ադրբեջանում հրեաների ձեռն է, Հայաստանում այդտեղ էլ հայերի ձեռը։
Այսինքն այդ շերտը չի ձևավորվել, որ տենց ինքը զարգանա։ Օրինակ հիմա որ բան ենք անում, Նյու Յորքն ենք նայում, Նյու Յորքի ամբողջ առևտուրը, real estate-ը, ամենաթանկ բաները հայաների ձեռն է։ Իրանք են տիրապետում այդ կարողություններին։ Հայաստանում այդ հաջողությունները չեն ունեցել, որովհետև հայերն են տիրապետել դրան։ Հիմա որպեսզի հայը զարգանա, ունի այդ բնական իրավունք, հայը պետք է ընդհանրապես մի բան, պետք չէ իրան օգնել, ոչ մի բան պետք չի իրան տալ, արա չխանգարել։ Այսինքն որպեսզի մեր երկիրը դառնա երկիր, մեզ պետք է մի հատ կառավարման համակարգ, անենց որ ժողովուրդը նույնիսկ չիմանա ով է վարչապետ, այսինքն իր համար մեկ լինի ով է վարչապետը, ամեն ինչ այնքան սահուն ու կանոնակարգով գնա, որ ինքը նույնիսկ չհետաքրքրվի իր նախարարը ով է վարչապետը, ով է այն պաշտոնակատարը, ով չի կատարում իր գործողությունը, ամեն ինչ այնքան սահուն գնա, որ մարդիկ նույնիսկ չհետաքրքրվեն դրանով։ Այն ժամանակ Հայաստանը կլինի աշխարհի ամենակայացած, զարգացած սիրուն երկիրը, որտեղ պոտենցիալը կա միջև աստղեր։ Մեզ ընդամենը պետք է չխանգարել։ Ես դրանում ամբողջ կյանքս համոզված եմ ու ես դրա վրա վստահ եմ։ Հենց լավատեսական նոտայի վրա լավ արդյունք եմ, այսօր վաղ արդյունք լավ մնացեք։